ԱՄՆ նախագահը հիասթափված է, ռուս-ուկրաինական կարգավորումը ձգձգվում է։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հարցին արդյոք Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը, Թրամփը պատասխանել է. Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ 2 շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք, արդյոք Պուտինը ցանկանում է մեզ ինչ-որ բանի դրդել, եւ եթե այո, մի փոքր այլ կերպ կարձագանքենք։ Իմ բանը գնաց, Սթիվ Վիտկոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ։ Նաեւ անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից։ Մարդիկ սպանվում են, բանակցություններին զուգընթաց։ Այդ դեպքում ինչու Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրվել են լրագրողները։ Թրամփը պարզաբանել է չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին եւ խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի եւ Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ։ Նման առաջարկով է հանդես եկել նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավատացրել է պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, այդ թվում Վատիկանում, Շվեյցարիայում եւ այլ վայրերում։ Մոսկվան էլ առաջարկում է Կիևին անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը հունիսի 2-ին, կրկին Ստամբուլում։ Ըստ Սերգեյ Լավրովի պատրաստ են հենց այդ օրը ուկրաինական պատվիրակությանը տրամադրել խաղաղ կարգավորման հուշագիրը, որը ներառում է հակամարտության հիմնապատճառների հաղթահարման Մոսկվայի պատկերացումները։ Մինչդեռ հայտնի է, որ Կիևն արդեն Վաշինգտոնին եւ Մոսկվային է ներկայացրել հրադադարի եւ հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանությանը չսպասել մինչև հունիսի 2-ը եւ Կիևին փոխանցել հուշագրի տեքստը։ Ակնկալում ենք, որ ռուսական կողմը չի ձգձգի եւ չի խոչընդոտի հաջորդ հանդիպման անցկացումը եւ անմիջապես կներկայացնի իր առաջարկները, որ կարողանանք դրանք դիտարկել մինչեւ բանակցությունների նոր փուլը։ Մայիսի 16-ին Ստամբուլում հենց այդպես էինք պայմանավորվել։ Միայն լավ նախապատրաստված հանդիպումը կարող է շոշափելի արդյունքներ տալ։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին քննարկումների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Ըստ ՌԴԱԳՆ հաղորդագրության Սերգեյ Լավրովը եւ Հական Ֆիդանն անդրադարձել են պատերազմի քաղաքական կարգավորման ջանքերին։ Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին հյուրընկալելու Կիևի եւ Մոսկվայի բանակցող թիմերին։ Հեռախոսով զրուցել են նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Պետքարտուղար Մարկո կրկնել է. Դոնալդ Թրամփը կենտրոնացած է հակամարտությունն արագ կարգավորելու եւ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու վրա։ Ամերիկյան կողմը հորդորել է Մոսկվային կառուցողական երկխոսություն վարել Ուկրաինայի հետ։ Ըստ Վաշինգտոնի, դա է պատերազմը դադարեցնելու միակ տարբերակը։ Այնուհանդերձ հայտնի չէ, երբ եւ որտեղ տեղի կունենա ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Կիևը դեռ չի պատասխանել հունիսի 2-ին հանդիպելու Մոսկվայի առաջարկին։ Պուտին-Զելենսկի հնարավոր շփումների մասով հստակություն եւս չկա։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է պատրաստ է հնարավորինս շուտ զրուցել Ռուսաստանի նախագահի հետ առանց նախապայմանների։ Կրեմլից արձագանքել են, դա կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայի եւ Կիևի պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածություններից հետո։ Դիանա Գասպարյան, լուրեր։